Մոտավորապես 2 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխհատուցում չստանալու խնդրով դիմաց Բեկջանյանների տունը գտնվում է Աղթալա բնակավայրի կայարան կոչվող թաղամասում։ Խնդիրն այն է, որ նախորդ տարի վարարած դեպետը հեղեղել է նաև նրանց տունը, վնասել ամբողջ գույքը, տունն ու այգին։ Ջրհեղեղից տուժած ընտանիքը սակայն փոխհատուցում չի ստացել, որովհետև տունը, որտեղ բնակվում են, սեփականաշնորհված չէ։ Արմինե Միրզոյանն ասում է, հենց այս մասին էին վարչապետին հայտնում, դեռ պատասխանի են սպասում։ Հանդիպումը մայիսի 3-ին էր, դրանից հետո կապնվել են վարչական աշխատակազմի, ով մեր գործերով զբաղվում է, ինքը պատասխանեց, որ էլի ձեր նամակը նորից նույն եկել է մեզ մոտ, էլի քննարկում ենք, երևի մինչև հունիսի կեսերն էլի, կսպասենք հետո լատենանք ինչ է, արդեն մենք մեր ուժերով պետք է սարքենք, ինչ անենք։ Երկաթուղային Արթուր Բեկջանյանի փոխանցմամբ տունը իրենցն է ստացել են 2000 թվականին Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության կողմից, սակայն ժամանակին սեփականաշնորհել չեն կարողացել։ Որպես կայնապետ ինձ, որպես ես ինքս ունեցեմ 4 երեխա, 2 աղջիկ, 2 տղա, բազմազավակ եմել է, տուն չեմ ունեցել, երկաթգից ինձ որպես իր աշխատող, ինձ թույլատրել է ես մեջին բնակվեմ։ Ու դժվար պայմաններում ենք ապրել, չենք ասել սեփականաշնորհենք ուղղակի, Մի խնդիրն անում է, որ եկել ասում է, պետք է հնարավորություն եղել, որ այս կողքի շինությունները բոլորը սեփական են։ Սա երկաթգծի մանկապարտեզը, այս կողքի շինությունը երկաթգծի մանկա, որը մեր շենքից ավելի մոտ է գծից, քան թե իմ շենքը։ Հիմի 2023 թվին օրենք հանել, ասում է, պետք է երկաթգծի 50 մետր, պետք է հեռավորություն ունենա։ Չի թույլատրում, քաղաքաշինությունը չի թույլատրում, բայց ասեմ սա չէ, որ 902 թվի, 1902 թվի սա շինություն է։ Եվ անվարձահատուց երկաթգիծը նվիրել է համայնքին։ Միշտ նախնդիրը, հիմա այս պահին մենք 8 անձ ենք, որից 3 անչափահաս երեխա, ասես դուռնեդուռնգած ման են գալիս։ Մենք ասենք հետաքրքրվելով իմացել ենք 2008 թվին քարտեզագրման ժամանակ, որ եկել են երկաթգիծը, որ տվել է համայնքի շենքը, արդեն կոչվել է Արտուրի անունով Բեկջանյան, կոդը բացում են Բեկջանյան, բայց հողը, որ արդյունաբերական ու տրանսպորտային է, մեզ չեն տալի, սեփականության գիրք չեն տալի, բայց օրենքով տղեսա գրանցված հարսը սա 3 թորներս իրանք լրիվ գրանցված են այս տանը արդեն։ Շուրջ հարսս 10 տարվա հարսա, 10 տարի ավել հենց իրանք անմիջապես անձնագրային բաժնով լրիվ օրենքով գրանցված են։ Տոկն ունենք, ջուրն ունենք, այսինքն ամեն ինչից օգտվել ենք, եթե մերը չի, բա ոնց ենք անում։ Սա մենք ապօրինաբար չենք մտել։ Նախկինում միայն տանպատերն էին, տարիների ընթացքում ամբողջությամբ վերանորոգել ու ապրելու համար հարմարավետ պայմաններ էին ստեղծել, ջրհեղեղը սակայն ամբողջը սրբել է։ Սա երկաթգիծը մեզ օրենքով ատվե, մենք ապօրինաբար չենք մտել։ Մենք մենակ մեջի լրիվ կոսմետիկ վերանորոգումն ենք կատարել, տանիքն ենք փոխել, լուսամուտներն ենք փոխել, ընդեղին էլ փոխել է տա ջուրը լրիվ տարել է, չկա այս կողմին է էլի ոչինչ, այս լրիվ մենք ենք կոսմետիկ մենակ ստե ավելացրել ենք լոգարան հանգույց, ուրիշ ոչ մի բան չենք արել մենք։ Մեջը լրիվ, ախր սկզբից դուք չեք պատկերացնում, թե սա ինչ շենքայել է, ինչ փլուզված, ու մենք այս տարիների ընթացքում ինչ ենք արել։ Այլ միջև ստեղ ջուրը լցվածել է։ Հանդիպած հարանդի ավելի շատ է։ Երկու հատ կահույքից ճաշասենյակի, էսա տարբեր են։ Այստեղ ես մենք ենք, նոր ենք։ Վերել ենք, ասենք, լցվել ենք, որ ասենք ինչ անենք, այդտեղ երևում է, այլ միջև ստեղ պատուհանները լրիվ ջարդել թափել է, Մեզ նոր մենք ենք բան ենք արել, մեր ուժերով ասում ենք մի բան անենք, մի բան սարքենք, որ ֆոնե մտնենք մեջը, յոլա գնանք, տենանք հլա ինչ կլինի։ Հույսով սպասում ենք, տենանք հլա երևի կառավարությունն ինչ-որ մի բան կորոշի, ինչ-որ մի բան կանի։ Սա մեր նախկին զալն է, այս իմ տիկնոջ ննջասենյակն է, բոլոր ռեմոնտարած, բոլոր նակուրատն, բոլոր ամեն ինչը սարքած, իր կայույքներով, իր ամեն ինչով։ Եվ այս 30 տարվա աշխատանքը այսօր եկել այն sense խնդրի առաջ ենք կայնել։ Արթուր Բեկջանյանը եղել է Աղթալայի կայարանապետը, Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում հիմա որպես հերթապահ է աշխատում, տան հիմնական եկամուտն այստեղից է գոյանում։ 2 որդիները սեզոնին արտագնա աշխատանքի են մեկնում, դրան զուգահեռ այգին են խնամում, այստեղից եւս եկամուտ են ստանում։ 300 հատ ծառ ենք ունեցել,
ագին թուզ ենք ունեցել, նուռ ենք ունեցել, պնդուկ ենք ունեցել, կարալյոկ ենք ունեցել, ամեն ինչ սեզոնը որ բացվում էր, մալինա եմ ունեցել, մոշի պլանտացիա եմ ունեցել։ Այսինքն տենց բան չի ելակ եմ ունեցել, որ ասենք իմ երեխի համար ես շուկա վազեմ եմ ստեղծել, ելակն էլ կա, էլի մոշն էլ եմ գցում, մալինեն էլ եմ գցում, բայց էլի եմ ասում, մեզ մի քիչ օգնություն ա պետք է, որ կարողանանք այս կոսմետիկ ռեմոնտը անենք, կանք ապրենք։ Ընտանիքը անգործ մնացողներից չէ, ասում են նախկինում ամբողջ եկամուտը տան նորոգմանն են ուղղել, այդ է պատճառը, որ հիմա ֆինանսապես պատրաստ չեն մեծ գործեր անելու, հակառակ դեպքում որևէ մեկի չէին դիմի, ասում է տիկին Արմինեն։ Այսքան խոսում են ու դիմում ենք, ասում լրիվ այդ բարենարները Երևանից են կողմ, աշտարա կամ բան, կարան ստեղ էլ օգնեն, մի չնչին գումարով էլ օգնեն, մենք ահագին, մենք աշխատող ենք, նեն չի, որ սպասում ենք օֆտի մեզ փոխտա, որ ապրենք, ուղարկե մի քիչ օգնություն ա պետք է, որ կարենանք մի քիչ գոնե բարելավենք, էլի։ Սկզբնական գոնե ասենք պոլերը մի հատ սարքենք, մի հատ բան անենք, դուր պատուհան դնենք, մտնենք մեջ հետո ձեռի հետ նոր Եթե տենակ չեն տալի փոխհատուցում, մենք մեր ուժերով քիչ-քիչ գոնելի մի բան սարքենք մտնենք մեջ, մինչև երբ մենք ուրիշի դռներին ապրենք։ 3 երեխու հետ, 2 սենյակ։ 8 անձից բաղկացած Բեկջանյաններն արդեն 1 տարի է այլտեղ են բնակվում, քանի որ հեղեղից հետո իրենց տունն այլևս բնակվելու համար պիտանի չէ։ Ամուսիններն այստեղ գալիս են այգին խնամելու նպատակով, պարապ նստել չեն կարողանում։ Տիկին Արմինեն պատմում է աղետի օրը հազիվ են դուրս եկել տանից, իրենց հետ ոչինչ չեն վերցրել։ Զարդ ունեինք ու զգացինք, որ ջուրը ահա որ բարձրանում է, մենք ասենք զգոն էինք էլի, երեխեքին մի պա բարձացին երկրորդ հարկ, բայց հետո տեսանք չէ, արդեն ստեղ եթե լցվում է, տուն է մտնում, հնարավոր չէ, սարսափելի վիճակ կլե, եթե երեխեքը մնային, տենց խնամիս եկավ երեխեքին տարավ, հետո մենք օգնեցինք մեր հարևաններին դուրս եկան մեծ մարդու կնիկ էին էլի։ Հետո մենք գնացինք առավոտն արդեն եկանք տեղանք, էլ вообще ոչ մի բան չկա։ Ոնց որ էսիմ կորցրինք ամեն ինչ։ Մենք երբեք ոչ մեկին ձեռներս չենք դիմել, որ ասենք մեզ օգնեք, բայց այս բանը ինչ որ մի հատ աջակցություն, մի բարերար, օգնի մի հատ այս պահը դուրս գանք, մենք մնացածը լրիվը ստեղծող ենք։ Այսօր դուրս գաք, եթե առաջ գայք մեր այգին տենայք, այսօր արդեն շունչ առե, էլի մենք ենք ստեղծել։ Մենք չենք նստում սպասում, թե ով մեզ օգնի, բայց ամեն դեպքում այս ամառվա եղանակին եթե մեզ չօգնեն, էլի մենք կընկնենք ձմեռվա եղանակու երեխեքին դժվար անդե պահելը։ Ամեն դեպքում հույսները չեն կորցրել, մտածում են կառավարությունը կաջակցի իրենց, չէ որ հեղեղից տուժած բոլոր ընտանիքներին հավասար իրենք էլ են տուժել, այլապես դրսում չմնալու համար ամեն ինչ զրոյից պիտի սկսեն։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Աղթալա բնակավայրից։